Ստամբուլի Իստիկլալ փողոցի Հիդիվալ Փալասի ներքնահարկում է գտնվում Թուրքիայի միակ հայկական հրատարակչությունը։ Ընդամենը 5 աշխատակից ունեցող կառույցի առաքելությունն է շարունակել Թուրքիայում հայ հրատարակչության ավանդույթը եւ այլազգին տեսողին ծանոթացնել հայ գրականության լավագույն օրինակների հետ։ Արաս հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին եւ ստեղծման օրվանից շուրջ 120 անուն գիրք է հրատարակել։ Գլխավոր խմբագիր Արտաշես Մարկոսյանի խոսքերով Թուրքիայում հայ գրականության մասին մինչեւ 1993 թվականը ոչ ոք չգիտեր։ Արասում գրքեր են հրատարակում երկու լեզվով թուրքերեն եւ հայերեն։ Ինչու թուրքերեն, որովհետեւ երբ մենք թուրքերեն գիրքեր հրատարակել սկսանք, քիչ մի խոդոր թվեցավ զանազաններում, որովհետեւ հայ համայնքը ընդհանրապես ինքնամփոփ ապրած է Թուրքիո մեջ, որոշ հասկանալի պատճառներով, եւ թուրք հասարակությունը կամ Թուրքիո մեջ ապրող ընդհանրապես ով որ ասկություն է որը ընդհանրապես խաղապար չունեին հայերու մասին։ Ուրեմն մենք որովհետեւ իրենք խաղապար ունենան հայերու, հայ մշակույթի, հայոց պատմության եւ այլն, թուրքերենով պետք է գիրք հրատարակեինք։ Հրատարակչության հիմնումից հետո Թուրքիայում բնակվող հայերի եւ թուրքերի կողմից մեծ հետաքրքրություն առաջացավ հայ գրականության նկատմամբ։ Ըստ Արտաշես Մարկոսյանի մարդիկ հնարավորություն ստացան ծանոթանալ նաեւ հայերի պատմությանն ու մշակույթին։ Հրատարակչությունը տարեկան 5-6 գիրք է հասցնում տպագրել, ասում է հրատարակչության տնօրեն Փայլինե Թովմասյանը։ Պատճառը ոչ թե ֆինանսական միջոցներն են, այլ հրատարակչության ворտեգրած աշխատանքը։ Մենք պոլսահայերս քիչ մը բծախնդիր ենք, նշում է հրատարակչության տնօրենը։ Ավելի բծախնդիր ենք, թարգմանությունները շատ քեշ կան, այլևս լեզուն լավ գիտող անձեր չկան, հայերեն լեզու։ Այսինքն հայերեն կամ ֆրանսերեն անգամ թարգմանությունները քեշ են, թարգմանիչ ֆրանսերեն թարգմանիչները շատ բան են։ Մեր հրատարակած գիրքերով սպյուրքի մեջ բոլսո մեջ ասենք եւ անշուշտ բոլիսեն դարածված ահագին սպյուրքը հայերու մոտ մեր գիրքերը գընթերցվին հաջող այցելության ամառնային այցելության եկողներ գհանդիպին գիրքեր գարնեն։ Արասում հրատարակված առաջին գիրքը եղել է Մկրտիչ Մարկոսյանի «Մեր այդ կողմերը» պատմվածքը, որը մինչ այդ տպագրվել էր Ստամբուլում լույս տեսնող Մարմարա օրաթերթում։ Շուտով հրատարակվում է նաև գրքի թուրքերեն տարբերակը «Գյավուր Մահալեսին», որը գլխավոր խմբագիր Արտաշես Մարկոսյանի խոսքերով մեծ արձագանք է ստացել եւ մինչեւ այսօր թուրք ընթերցողի կողմից պահանջված է։ Հայապահպանության հարցը Ստամբուլում միշտ էլ օրակարգային է եղել, ասում է խմբագիրը։ Հրատարակչությունը ֆինանսական ծախսերը հոգում է վաճառված գրքերից գոյացած գումարով։ Կառույցում խոստովանում են առավել մեծ պահանջարկ են վայելում թուրքերեն լեզվով հրատարակված գրքերը։ Երբ որ թուրքերեն գիրք կհրատարակեք, Թուրքիան 70 միլիոնոց երկիր մնե, ուրեմն գիրք սպարելու հավանականությունը ավելի բարձր է, քան հայերեն գիրքերեն։ Հայ հասարակությունը առավելագույն 70,000-ով գրնանք հաշվել, հայերեն գիրքերու սպարումը եւ թուրքերեն գիրքերու սպարումը համեմատելի չեն։ Ըստ կառույցի աշխատակիցների հրատարակչությունը տպագրելով հայ գրողների թարգմանված գրքերը կամ ժամանակակից հայ բանաստեղծների գրչին պատկանող թուրքերեն ստեղծագործությունները նպատակ ունի տարածել համամարտկային արժեքները։ Թուրքիայի հայերի հարուստ մշակույթն ու պատմությունը ապագա սերունդներին փոխանցելու գործում հրատարակչության աշխատակիցները իրենց միջնորդ են համարում, նշելով, որ հպարտ են իրենց կատարած աշխատանքի համար։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Ստամբուլ։